Ողջույն, ես Լիլիթ Պիպոյանն եմ, երեխաների քնի վարքային խանգարումների մասնագետ։ Այսօր լավ մամա հավելվածի հետ միասին կպատասխանենք ձեր կողմից ամենահաճախ տրված հարցերին։ Կարելի է երեխային սովորեցնել աղմուկի տակ քնել։ Հիմնականում ոչ, որովհետև երեխաների զգայունությունը կտրուկ ձայների նկատմամբ շատ անհատական է։ Անշուշտ մեծանալուց ընթացքում դա կարող է փոփոխվել, բայց հատուկ երեխաներին քնեցնել բարձր ինտենսիվության ձայների ներքո, ինչը թե սովորի իմաստ չունի, այդպես դուք միայն կբադարացնեք երեխայի քնի որակը։ Նորմալ է, որ երեխան քնած ժամանակ խռմփացնում է։ Ոչ, եթե փոքրիկը առողջ է եւ քթում չկա փակվածություն, բայց դուք պարբերաբար լսում եք բարձր խռմփոց կամ խռմփոց լռություն, խռմփոց հաջորդականություն կամ շնչադադարներ ու բերանային շնչառություն, ապա անպայման պետք է դիմել բժշկի։ Ճիշտ է, որ քնից առաջ էկրաններին նայելը վատ է ազդում քնի վրա։ Այո, էկրանները խիստ բացասաբար են անդրադառնում երեխայի նյարդային համակարգի վրա եւ կարող են ընկճել քնի հորմոնի արտազատումը։ Ու հատկապես գիշերային քնից մոտ 2 ժամ առաջ ցանկալի է բացառել բոլոր տեսակի թվային սարքերի օգտագործումը։ Կա լայֆհակ, որն օգնում է երեխային արագ քնել։ Ոչ, համընդհանուր կախարդական հնար գոյություն չունի, որովհետև քունը բազմագործոն համակարգ է եւ մեր խնդիրներ չէ երեխային ամեն գնով փորձել արագ քնի մեջ մտցնել։ Մեր խնդիրն է ստեղծել ապահով, անվտանգ եւ քնի համար նպաստավոր միջավայր, որտեղ փոքրիկը կքնի ինքն իր տեմպով։ Ճիշտ է, որ ոչ բավարար քունը թուլացնում է իմունային համակարգը։ Այո, իմունային համակարգն ու քունը սերտորեն փոխկապակցված են եւ նույնիսկ մեկ օր վատ քնելը կարող է էականորեն թուլացնել իմունային համակարգի արձագանքը։